Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Խնդրեմ հաղորդման ընթացքում չմոռանաք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Իսկ այսօր մենք խոսենք Էդմոն Մարուքյանից, քանի որ ես տեսա Էդմոն Մարուքյանի մեկնաբանությունը տեղի ունեցող պատարագների մասին Հովանավանքում եւ Էդմոն Մարուքյանը այս ամենը գնահատեց որպես քաղաքական ակցիա։ Իսկ իմ մոտ ավելի ու ավելի հարցեր առաջացան, որ ես գիտեք ինչ չեմ սիրում, պարոն Մարուքյան, երբ որ տեսնում եմ անարդարությունը, երբ որ տեսնում եմ, որ քաղաքական գործիչը մեկնաբանում է միակողմանի, ցույց է տալի իր ուղղվածությունը ոչ հայամետ ուղղվածությունը այս ամեն ինչի մեջ։ Եվ հիմա հատ ես ձեզի կասեմ, ուրեմն որ դուք ինձ լավ ընկալեք, էլի, ուրեմն նայեք, երբ որ իրականում հայոց առաքելական եկեղեցիում կատարվում էր քաղաքական, հա, գործողություններ եւ քաղաքական հայտարարություններ եւ քաղաքական միտինգներ, այսպես կոչված, որ դուք կոչում եք այս ամենը ակցիա, դուք լռեցիք, դուք ոչ մեկը ձեզանից ոչ մի բառ, ոչ մի տառ չհայտնեցիք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Բագրատ ճակերտների մեջ կոչված սրբազանը ժողովրդին կանչում էր մթոմ թե, հա, աղոթելու հայ առաքելական եկեղեցիում, բայց իրականում քաղաքական հայտարարություններով, քաղաքական քարոզներով ժողովրդին դուրս էր ուզում բերեր երկրի իշխանության դեմ։ Հիմա երկրի իշխանությունը սիրես, չսիրես, ոնց ուզում ես թեքես, ոնց ուզում ես անես, այս ամենը քաղաքական ակցիա էր։ Ճիշտ է, բա ինչի՞ չէիր մեկնաբանում։ Որն էր քո պրոբլեմը այդ պահին, ձեռ չէր տալի։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ դուք եւ այն լրագրողները, որ ասում էին, լսեք, այդ Հովանավանքում են առաջի պատարագի ժամանակ, ինչու դուք մարդ վռնդեցիք եկեղեցիուց, դուք ինչ իրավունք ունեք։ Հենց այդ նույն իրավիճակը, լավ ավելի վատ իրավիճակը տեղի ունեցավ Բագրատի ժամանակ եւ դուք նույնպես լուր էիք։ Եվ այդ ձեր լրագրողներն էլ էին նույնպես լուր։ Որն է պատճառը։ Արևը ուրիշ կողմից էր դուրս եկել այդ ժամանակ, հա, կամ քամին ուրիշ կողմից էր փչում, հա, ձեռ չէր տալի, թե սենց է պետք մանիպուլացնել ժողովրդին։ Իդեպ ես այդ կադրերը ունեմ, քանի որ ի տարբերություն ձեզ, ես ամեն մի հարցին մանրամասն անդրադառնում եմ եւ ոչ թե մի կողմանի եմ ներկայացնում ժողովրդին։ Հիմա մի հատ եկեք նայենք, որ չասեք հավայի խոսում, մի հատ եկեք նայենք, էսա իմ վիդեոն, որտեղ որ ես ներկայացնում եմ, թե ինչպես է Բագրատի մարդիկ, ավելի կոնկրետ ասած տասովչիկները, որի շարքում Արշակ Զաքարյանն է, ես չեմ հասկանում, թե միջև հիմի մեր իրավապահ մարմինները ինչի սրա հետևից չեն գնացել, որոնք որ ուժով մարդուն վռնդեցին եկեղեցուց, դուք ձեր նմանները եւ ձեր նման լրագրողները երբեք չարձագանքեցիք այս ամենը։ Մի հատ եկեք դիտենք, հետո շարունակենք, հա, ես եմ մեկնաբանում։ Եկեղեցիս մարդ լարին, այս վիդեոն ստե միտը գտնեմ, ոնց են եկեղեցիս մարդ լուսանում։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, սա Արշակ Զաքարյանն է։ Այն մեկը չգիտեմ ով է, թե չէ այն մեկի անունն էլ կտայի։ Այ որ իմանայի կտայի։ Սա Արշակ Զաքարյանն է, սա Բագրատն է, սա էլ եկեղեցին է, որտեղ որ Բագրատը մթոմ կանչել է աղոթքի, մի հատ աղոթք անում, բայց հետո սկսում է քարոզարշավ կատարել։ Կոնկրետ քարոզարշավ կատարել, այսինքն ժողովրդին տանել, ես այն ժամանակից էի ասում, էսի ժողովրդին տանելու է բախման։ Բայց ես այդ բախման մասին կխոսեի։ Մի հատ դուք նայեք։ Դուք ինչ իրավունք ունեք, արա եկեղեցուց մարդ անեք։ Արշակ կամ Վազգեն, այդ Բագրատը, էլի։ Նայեք, բրթելով, էս էլ բրթեց, չգիտեմ անունը ոնց է, նայեք, ահա։ Էսի Արշակն է, հիշեք, իրավապահ մարմիններ։ Այդ ձև հանեցին դուրս։ Իսկ մեջի ծառայողները միայն ծառայում են։ Բա ինչու այս ամեն ինչը դուք չեք մեկնաբանել, թե այն ժամանակ ձեռ չէր տալի։ Մատ կարող եք դուք ինձ ասել։ Իսկ ես կարող եմ ասել, որ ձեզ ձեռ չէր տալի, իսկ հիմա ձեզ ձեռա տալի եւ դուք ցույց եք տալի ձեր ուղղվածությունը, դուք ցույց եք տալի, որ մթոմ թե դուք դեմ եք Նիկոլին, այ դրա համար, Բագրատը չէ, կներեք, Գարեգինը պետք է մնա իր պաշտոնին։ Այ Նիկոլը դուրս եկավ մեր 1700 տարվա եկեղեցու դեմ, էլ չես ասում, կարող է գիտես Գարեգինն է մեր 1700 տարվա եկեղեցին։ Նա ընդամենը հայրապետ է նշանակվել, որ ծառայի ժողովրդին, որը որ ինքը փառքով չի կատարել։ Հակառակը պղծությամբ է զբաղվել։
Եվ մեկ բարձրաստիճան հոգևորականի տեսանյութերը արդեն հայտնվել են ինտերնետում։ Ես նորից ասում եմ, չեմ ողջունում այդ ամենը, որ հայտնվել են։ Շատ վատ է, բայց ձեզանից չլսա, որ ինչ-որ մեկը, որ հելնեիք ասեիք արշակ, էս ինչա կատարվում, էս ինչ ես արել, բա դու կուսակրոն հոգևորական ես, բա գետինը չես մտնում, էս ինչ ձև ես պաղծել մեր եկեղեցին, բա հելնեիր ասեիր, ինչի չես ասում, ուղղվածությունը տես ցույց տալի։ Եվս մեկ բան, որ Էդմոն Մարուկյանը ասում է, Տեր Արամը ժամանակին էսա գրե, ժամանակին էնա գրե։ Ես էլի եմ ասում, ես ինքս քննադատել եմ Տեր Արամին, ես է դրա իրավունքն ունեմ, քանի որ ես մաքուր եմ, հասկանում եք։ Եվ քանի որ ես արդար ձևով եմ քննադատում, եւ ավելի շատ ինձի հետաքրքրում է նրա հոգեվոր աշխարհը, քան թե, չգիտեմ, ժամանակին ինչ է ասե, իր քաղաքական տեսակետները։ Բայց ես ին վիդեոյում, նախկին վիդեոյում կարող եք մտնել, ինքներդ դիտեք, որ ես ասում եմ, դիկտատորների անուններ տալուց լեզուտ 3 անգամ կծի, եւ դա բոլորին է վերաբերվում։ Բայց հիմա ինձ գիտեք ինչն է հետաքրքրում, երբ որ դուք ասում եք, որ Արամը ժամանակին էս արե, այն արե, դուք մոռանում եք, որ դուք ժամանակին Նիկոլի կողն եք քայլել։ Ելք կա էր, ելք չկա էր, հիշում եք, հիմա դուք ժամանակին Նիկոլի կողն եք քայլել։ Բան չի դու էդի չեք հիշում։ Թե իրան ժամանակին ինքը կարա սխալվի, ավելի ճիշտ ինքը չի կարա սխալվի, այ դու կարաս ժամանակին սխալվես։ Ոնց հասկանանք։ Եվս մեկ բան, դուք Նիկոլի կողը քայլելուց հետո, երբ որ Նիկոլը դառավ վարչապետ, հետո հետագայում, հա, դուք դառաք ընդդիմադիր, հետո հենց Նիկոլը ձեզ պաշտոն առաջարկեց, մռած դառաք իշխանամետ, հետո երբ պաշտոնից զրկեց, նորից դառաք ընդդիմադիր, բայց հատուկ ուղղվածությամբ, հատուկ ձեր նպատակը հակապետական հայտարարությամբ եւ ուզենալով իհարկե զոմբիացնել ժողովրդին, որը որ ձեզ չի հաջողվի։ Ես ձեզ ասել եմ, որ թույլ չեմ տա, որ դուք ձեր ոչ պրոֆեսիոնալ, ես պաշտոնապես կարող եմ հայտնել, որ սա ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է, քանի որ միակողմանի է, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններով դուք չեք զոմբիացնելու մեր ժողովրդին։ Նորից կրկնում եմ, մեր ժողովուրդը արդեն բավականին չափ բարձրացրել է իր քաղաքական գիտակցությունը եւ ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Ես մի օր չտեսա, որ դուք հելնեք եւ արդարացի ձևով ասեք, բա Գարեգին դու ես արե, այն մի արշակը էս արե, Բագրատը էս արե, հենց այդ նույն Բագրատը ժողովրդին տարավ ուղիղ բախման, ուղիղ արնան, հա, ազգային ժողով։ Դուք լինելով քաղաքական գործիչ, շատ լավ գիտեք, որ ոչ մի երկիր, նորմալ երկիր, պետականամետ երկիր գոյություն չունի աշխարհի վրա, որ չգիտեմ մի 5000 հոգով հելնես եթաս երկրի ազգային ժողովի վրա, պարլամենտի վրա ուզենաս կոտրել բաները դռները մտնել ներս, հա, ռեշոտկեքի հետ մտնել ներս եւ ոստիկանությունը ձեն չանի։ Որ երկիր ուզում ես գնա, նորմալ երկրների մասին է խոսքը, տեղում կրակա բացվելու։ Տեղում, որտեվ դա իրենց պարտականությունն է երկրի պարլամենտի, հա, անվտանգությունը պաշտպանել։ Այսինքն այդ մարդը նայեք հələ ինչ պղծությունների է գնացել եւ դուք չեք մեկնաբանել, դուք չեք ասե, այս ինչ վատն ես դու, այս ինչ քաղաքական ակցիաներ ես կատարում մեր հոգեվոր տանը, բայց հիմի չգիտես ինչի, հելել ես, կանգնել ես, ասում ես, էսի քաղաքական ակցիա է։ Հիմա տինում ես, որ դու արդար չես, եւ քո նման քաղաքական գործիչները արդար չեն։ Եվ շատ շուտվանից հայ ժողովուրդը պետքա ձեր նմաններին իրենց արժանի պատասխանը տա։ Հերիք է լավ, բոլորը վարա։ Հետո ես էլ ժողովրդին ասեմ, թող իմանա, գիտեք ժողովուրդ ջան, ես միշտ ասում եմ, չէ, եթե մարդուն բան կա ասելու, միշտ հրավիրեք, մի հատ զրուցեք հետը, եթերում, էլի։ Մատ եթեր թող ժողովուրդը լսի, հակառակ կարծիքն է լսի։ Այս Էդմոնին գրում ես, ինչ որ մեկը գրում է, մենք իրան կտեղեկացնենք Facebook-ով։ Ու հետո էլ դες չեն տեղեկացնում։ Մթոմ, կամ էլ կարող տեղեկացնել, ոչ թե հետո կտեղեկացնենք, կպատասխանենք, հա, դե ոչն էլա պատասխան, ես 100 անգամ ասել եմ, չէ։ Ոբշե մի խոսքով, ոչ հետո կպատասխանեն, ոչ հետո կասեն հայա, չէ, ինչա, որտեվ այս մարդիկ, ես չեմ հոգնի ասելով, որ միշտ էթում են իրանց այդ նույն ալիքները, նույն թեման ֆրցնելով, նույն մանիպուլյացիոն խոսքերը ասելով, մարդկանց ուղեղները լվալով կֆրան, էլի կգան նույն տեղը, չի ստացվելու։ Ինձ համար հեղինակություններ չկան։ Ով ուզում է, ինչ ուզում է ասի, դու այս պահին ուզում ես մանիպուլացնես իմ ժողովրդին։ Դու այս պահին միակողմանի ուղղվածությամբ
հակապետական եւ հակաքրիստոնյա հայտարարություններ ես անում, որը ընդհանրապես կապ չունի քեզ հետ։ Ես նորից կրկնում եմ, մեր դժբախտության պատճառը եղել է այն մեր պատմության ընթացքում, որ մենք չենք ունեցել պետականամետ գործիչներ։ Եվ սա ապացույցն է։ Իմի Էդմոն Մարուկյանը կարա լինի պետականամետ գործիչ, բայց ժողովուրդ ջան, դուք ասեք, այս մարդու հայտարարությունները, արածները, քննադատությունները, աշխատանքը պետականամետ է։ Սա պետականամետ է, երբ որ միակողմանի հայտարարություններ են անում, երբ որ մոռանում են իրանց անցյալը, բայց ուրիշի անցյալն են քննադատում, հա։ Ես միշտ ասել եմ, մարդը կարա սխալվի, ես էլ եմ սխալվում, դուք էլ եք սխալվում, մենք բոլորս սովորական մարդիկ ենք, սխալվում ենք, դա նորմալ է, մեր սխալների վրա սովորում ենք, մարդկա մի քիչ ուշ է սովորում, մարդկա մի քիչ շուտ է սովորում, բայց մարդիկ սխալվում են, հետո սխալների վրա սովորում են։ Այս մարդը հիմի քննադատում է ինչ որ մեկի գրածները ժամանակին, հա, բայց չի մոռացել է իր անցած ճանապարհը ժամանակին, հա։ Ինքը ասում է ամի Նիկոլը Բոբոյա, բայց ինքը այդ Բոբոյի կողը քայլել է, հիշում եք, ու ոչ միայն կողը քայլել է, քաղաքական մի ուժեին, հա, ելք կա էր, ելք չկա էր, մի ուժեին, իրար հետ էին աշխատում, հետո դարավ ընդդիմադիր, հետո դարավ էլի Նիկոլական։ Այս վերջերս էլի դարան չա որ պաշտոնը կորցրեց էլի դարավ ուսե չոտկի մատ ռուսական ուղղվածություն, արա չի ստացվելու ձեր մոտ։ Ռուսական ու ձերդ iPhone-ան չես iPhone բռնում, գնա մատ ռուսական հեռախոս բռնի, եթե կա տես բան աշխարհի վրա։ Ու որ լինի ռուսական ամեն ինչը, ոչ թե ամերիկական, հա, արևմտյան պրոցեսադորներով, հա, պլակադե վիդեոներով, պանտաժաներով հավաքած անունը դնում են, չգիտեմ, ռուսական մի բան, ասում են էսի քեզ, դա լբրակ։ Չես տանելու իմ երկիրը այդ ուղությամբ, չես կարողանա։ Էս էի ուզում ասեի, սիրելի բարեկամներ, ես էլի բաց է իմ եթերը, եթե Էդմոն Մարուկյանը ցանկանում է գալ եւ այս թեմայով զրուցել, էլի բաց է, իմ դուռները փակ չի, եկեք, պատասխանեք։ Եթե կարող եք իրոք պատասխանել, եկեք պատասխանեք։ Հələ տենամ այդ ինչ ռուսական ուղղվածությունա ձեր մոտ, հələ տենամ այդ ինչ մի գարեգինա պաշտությունա ձեզ մոտ։ Տենամ այդ որ արժեքի համար եք գարեգինին պաշտպանում, այդ գարեգինն էլ ասում է Հովանավանքը պետք է նորից օծվի, հենց որ sense բաներ ասում։ Նայեք հələ այս մարդուլը հակաքրիստոնյա լինել, այսինքն իրանցը չեն նկատում իրանք ինչերով են զբաղվել, ինչա որ ընդե իրանց կողմից մթում կարգալույց եղած Տեր Արամն է անում, հա, այդ ամեն ինչը եւ երկրի իշխանությունը պետք է նորից օծվի։ Ես ինքան արժանապատիվ հոգևորականների գիտեմ, որ այս մարդիկ կարգալույց են արել։ Ինչա որ իրանք մաքուր հոգով հոգևորականներին սրանք կարգալույց են անում, բաղձերով մնում են, ասում են, օպ, մենք ենք ստեղ։ Ես նորից ասում եմ, սա ինչ-որ մեկին պաշտպանելու համար չի, ոչ Նիկոլին, ոչ եմ արդեն այս ամենը գիտեք, բայց ինչ իրականությունն է, իրականությունն է։ Գարեգինը պետքա գնա, եւ սրա մասին խոսք լինել չի կարող։ Մանիպուլացնող քաղաքական գործիչները պետք է դադարեն քաղաքականությամբ զբաղվել Հայաստանում, դա կլինի միակ փրկությունը Հայաստանի համար, որտեղ մեր դժբախտությունը հենց մանիպուլացնող եւ ոչ պետականամետ քաղաքական գործիչներն են եղել, եւ ոչ հայամետ, այլ ինչ որ մեկի համար աշխատող նաեւ քաղաքական գործիչներ, տասովչիկներ եւ այլն եւ այլն։ Եվ Հայաստանը ընդհանրապես անելիք չունի այն դավաճան Ռուսաստանի հետ, ով դավաճանեց հայ ժողովրդին, հայ պետականությունը եւ իհարկե Արցախը նվիրելով բանտիկով Թուրքին, նորից կրկնում եմ, դա ռուսն է։ Երբեք ու երբեք չհավատակ, որ առանց ռուսի ինչ որ մեկը կկարողանար տարածաշրջանում պատերազմ սկսել, այն էլ ճակերտների մեջ կոչված իր սայոզնիկի դեմ։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ հարվածել են ոչ միայն Արցախին, այլ բուն, հա, միջազգային ուժերի կողմից, հա, միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի տարածքին, հենց այդ նույն ՕԴԿԲ կոչված տարածքին, որը որ Ռուսաստանը դադարել է
ճանաչել Հայաստանի պետական սահմանները, սա ուզում եմ հիշեցնել, որ լավ հիշեք։ Եվ այն մարդը, ով ցանկանալու է պետական գործիչի մասին է խոսքը, ով կցանկանա, նա դառնալու է իմ քաղաքական թիրախը։ Լավ հիշեք այս ամեն ինչը։ Իմ համար կապ չունի ով է, ինչա, խիա, ում համար ինչ արե, խիա արե։ Հələ որ այսքանը, այսօր այսքանը։ Ստեսություն, հաջողություն։